Փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Խաղաղություն բոլորին։ Թող Տիրոջ ներկայությամբ այսօր մենք կարողանանք խոնարհվել Տիրոջ առաջ եւ իր խոսքը, որպեսզի լինի մեր կյանքի ամենաբարձր տեղը, Փառք Հիսուսին։ Եվ որ Տիրոջ խոսքը լինի մեր կյանքում ամենաբարձր տեղը, սիրելիներ, եւ որ մենք կանչենք ինքը մեզ կպատասխանի։ Ամեն։ Մեր հոգևոր կյանքի ամբողջ նպատակը, որպեսզի մարդ Աստված հարաբերությունները կարգավորվեն, վերականգնվեն։ Սա է Աստծո նպատակը, սիրելիներ, որ մենք Տիրոջ հետ կարողանանք հաղորդակցվել եւ դրա համար այն ինչ որ Սուրբ Գիրքն ասում է, Պողոս առաքյալն ասում է Փիլիպպեցիս 3-րդ գլխի մեջ, այն ինչ որ ինձ խանգարում է, աղբ ու կեղտ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Այդ մենք ինչ ենք անում այսօր, որ Քրիստոսին շահենք։ Մենք արդյոք կարողանում ենք ամեն ինչ դեն նետել, սիրելիներ, որ Քրիստոսին շահենք։ Նրա չարչարանքներին մասնակից լինենք։ Նրա վերքերին մասնակից լինելով, որպիսի մեռելների հարությանը հասնենք, սիրելիներ, փառավորվի մեր Տերը։ Այսօր ամենակարևոր բանն է մեռելների հարությունը, հավիտենական կյանքի հույսը, երկնային կյանքը։ Սա է ամբողջ նպատակը մեր երկրի ապրելու նպատակը։ Եվ հենց այդ նպատակի համար պետք է մենք կարողանանք ամեն ինչ դեն նետել, ինչ որ խանգարում է մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցվելու, փառավորվի մեր Տերը։ Ուրեմն սիրելիներ, պետք է մենք խաղաղություն ընդունենք Տիրոջից, հաշտվենք Տիրոջ հետ, գանք Տիրոջ առաջ, խնդրենք Տիրոջը, խոստովանվենք, զղջանք, որպեսզի ինչ լինի, մեր եւ Աստծո մեջ եղած հարաբերությունները կարգավորվեն, փառավորվի մեր Տերը։ Սիրելիներ, սա ամենակարևոր բանն է, հավիտենական կյանքը կանցնի, աշխարհն էլ կանցնի, իր ցանկություններն էլ կանցնեն, Սուրբ Գիրքն ասում է, ամեն ինչ էլ կանցնեն, քո ներքին եղած են պատերազմներն էլ կանցնեն, այն մտքիդ մեջ եղած դժվարություններն էլ կանցնեն, ամեն ինչ կանցնի, Սուրբ Գիրքն ասում է, բայց Աստծո խոսքը կատարողը կմնա հավիտյան, փառավորվի մեր Տերը։ Այնպես որ միայն հոգևոր մարդու նպատակը սիրելիներ մեկն է, հավիտենական կյանքի հույսը, երկնային հույս, որում Աստված մեզ պետքա վերջում կանչի Տիրոջ առաջ կանգնելու, փառք Իրան։ Գիտեք, ամբողջ երկիր մոլորակի վրա գտնվող մարդկությանը երկու բան կա, որ Աստված պիտի ասի։ Գիտեք, մեկը, որ պիտի ասի, ապրես բարի ու հավատարիմ ծառա, արի մտի քո հոր ուրախությունը, մյուսը պիտի ասի ծույլ եւ չար ծառա։ Դու գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ։ Ճիշտ է թե չէ։ Այս երկուսից մեկը պիտի ասի։ Ես ճիշտն ասած չէի ուզենա, որ որովհետեւ մեկից Աստված ասեր, որ ծույլ եւ չար ծառա։ Գիտեք, ծույլությունը նաեւ ծնում է ինքը չարություն։ Մենք սա պետք է հասկանանք, սիրելիներ, որ մենք ամեն մարդու կյանքի մեջ մի իրավիճակ կա, որ մի ձեռք է դուրս գալի ու գրում։ Այդ մարդու կյանքի ապրած վիճակը։ Դուք հիշում եք, որ Բաղդասար թագավորը, երբ որ Տիրոջ անոթները օգտագործեց օտար գինի խմելու համար, մի հատ ձեռք դուրս եկավ եւ գրեց. կշռվեցար ու թեթև գտնվեցավ։ Սիրելիներ, այդ ձեռքը կարծես թե ամեն մեկիս կյանքի մեջ կա։ Նա ամեն օր դուրս է գալի ու գրում մեզ համար։ Դա մեր հոգու մեջ է գրվում ու մենք դա տեսնում ենք։ Մենք զգում ենք մեր կյանքի մեջ, թե այսօր ինչ գրվեց ինձ համար։ Եթե մենք խոնարհությունով ենք Տիրոջ առաջ գնում, այդ ձեռքը դուրս կգա ու կգրի, ապրես բարի ու հավատարիմ ծառա։ Դու կմտնես քո հոր ուրախությունը, փառք Հիսուսին։ Մենք հույս ունենք մեր Տիրոջ վրա, մենք հույս ունենք հավիտենականության վրա,
Մենք հույս չունենք ժամանակավոր բաների վրա, մեր հույս չենք դրել մարդկանց վրա, սեր մեր հույսը մեր Աստծո վրա է, Փառք Հիսուսին։ Երեմիա մարգարեության մեջ ասում է, անիծյալ լինի այն մարդը, որ մարդուկը հուսա։ Այդ տեսեք, այն օրերն է, որ մենք պետք է Աստծուն հուսանք, ամեն մեր կյանքի ճանապարհների մեջ։ Անիծյալ լինի այն մարդը, ասում է, որ մարդուկը հուսա։ Նա նման կլինի անապատում տնկված Մոշենու պես, որ օրհնությունը եկած ժամանակը չի տեսնի։ Օրհնյալ լինի այն մարդը, որի հույսը Եհովա Աստվածն է, Փառք Հիսուսին։ Մենք գիտենք, մենք հույս ունենք կյանքի հավիտենականության, որտեղ մեզ խոստում կա, այնտեղ միտեղ, որտեղ Աստված պատրաստել է նոր երկինք, նոր երկիր, որտեղ չկա ցավ, որտեղ չկա արդյունք, հիվանդություն, սով, մահ, այնտեղ հավիտյան պիտի լինի եւ գրված է, այնտեղ Աստված ձեր արտասունքը պիտի սրբի, Փառք Հիսուսին։ Ձեր արտասունքը պիտի սրբի։ Մեր ուրախությունն է դա, սիրելիներ։ Մենք չենք ուրախանում երկրավոր բաների վրա։ Ինչ ուզում են, ես ասում եմ, չեմ ուզում ես, այլ մարդ, ինձ Աստված է հետաքրքիր։ Ինձ մենակ Աստծո ներկայությունն է հետաքրքիր։ Սա շատ կարևոր է, որ մենք այսօր մեր հոգու փրկության մասին մտածենք։ Ապաշխարությունից կարևոր բան չկա, հիշեք։ Աշխարհն էլ կանցնի, իր ցանկություններն էլ կանցնեն, բայց ով որ Աստծո խոսքը կատարել է հավիտյան պիտի մնա, Փառք Հիսուսին, ամեն։ Այդպես ասում Տեր Հիսուսը, որ վերջում կանգնենք մեր Տիրոջ առաջ ու մտնենք այն երկնային դուռը, որը Տերը պատրաստել է մեզ համար, Փառք Հիսուսին։ Ուստի այսօր պետք է մենք հասկանանք սա։ Սուրբ Գիրքն ասում է, օտար բան մի համարեք այն կերպ փորձությունները, որ կրում եք, կարծես թե մի օտար բան է եղել։ Այլ ինչպես Քրիստոսի չարչարանքներին մասնակից լինողներ, սիրելիներ, փառավորվի մեր Տերը, եւ նրանք, ովքեր Քրիստոսի չարչարանքներին մասնակցում են, փառքին էլ մասնակից կլինեն, Փառք Հիսուսին, փառքին էլ մասնակից կլինեն։ Տերը թող փառավորվի։ Ես ուզում եմ կարդալ այսօր կարևոր մի խոսք, 3-րդ Թագավորաց 2-րդ գլխի 19-րդ համարից։ Սա այն պահն էր, որ Եղիսեն Եղիա մարգարեի իր աշակերտը, երբ որ Տիրոջից ստացավ զորություն եւ գնաց մի քաղաք, եւ այդ քաղաքի գրված է հենց դրանից հետո գնաց մի հատ քաղաք կար, մտավ այդ քաղաք եւ ասում է, եւ քաղաքի մարդիկ ասեցին Եղիսեին, ահա քաղաքից դիրքը լավն է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրն անպտուղ։ Եվ նա ասեց, ինձ մի նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք եւ բերին նրա մոտ, եւ նա գնաց ջուրի աղբյուրների մոտ եւ աղը գցեց այնտեղ եւ ասեց, այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջուրերը, այսուհետև այստեղ մահ եւ անպտղություն չլինի, եւ այն ջուրերը բժշկվեցան մինչեւ այսօր Եղիսեի խոսած խոսքի պես։ Սիրելիներ, ես ուզում եմ, որ մենք սա հասկանանք, ամեն մեկիս մեր առօրյայի մեջ, դա կլինի ընտանիքի մեջ կլինես, դա կլինի, ես չգիտեմ, գործի տեղը, հասարակության մեջ, եկեղեցու մեջ, մարդկության մեջ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ կարևորը դիրքը չի, մեր դիրքը չի կարևորը, կարևորը մեր ներքին եղած պարունակությունն է։ Տեսեք, քաղաքի մարդիկ դուրս են գալի դիմավորելու Աստծո մարդին ու ասում են, տեսնում ես մեր քաղաքը, նրա դիրքը լավն է ամեն կողմից, բայց ներքուս ջուրը դառն է եւ երկիրը անպտուղ։ Սիրելիներ, իմ ինչին է պետք, հիշեք սա, իմ ինչին պետք է, իմ դիրքը լավը լինի, բայց իմ ներքուստ ջուրը դառը լինի եւ երկիրը անպտուղ լինի։
Ես խնդրում եմ ճիշտ հասկացեք, որ մենք ուշադրություն բարձի դարձնենք մեր ներքին Աստված պաշտությունը հոգու մեջ, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստվածանից, փառավորվի մեր Տերը։ Եթե ես ուզենամ, որ մարդիկ ինձ գովեն, եթե դու ուզենաս, որ մարդիկ քեզ գովեն, մենք դրա ձևերը գիտենք։ Ոնց անենք, որ մեզ գովեն։ Մեզ պետք չի Աստված մեզ գովի։ Մեզ պետք է կներեք մարդիկ մեզ գովեն, մեզ պետք է որ Աստված մեզ գովի, փառավորվի մեր Տերը։ Որի գովասանքը գրված է Հռոմեացիս 2-րդ գլխի մեջ, հոգու ներսի մարդումն է պետք մեր աստվածաշնությունը, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է ասում, այլ Աստվածանից, փառավորվի մեր Տերը։ Տեսեք ինչքան կարևոր է սիրելիներ։ Մարդիկ այսօր ամբողջ աշխարհը պայքարում է իրանց դիրքի համար։ Կռվում են, պայքարում են, որ հասնեն իրանց դիրքը, իրանց ներկայությունը պահեն մի վիճակի մեջ, որ մարդիկ կողքից տեսնեն։ Մեզ պետք չի, որ մարդիկ մեզ տեսնեն, մեզ պետք է, որ Աստված մեզ տեսնի, փառավորվի մեր Տերը։ Մարդկանց առաջին բարձրը, Սուրբ Գիրքն ասում է Աստծո առաջին պիղծ է սիրելիներ։ Դրա համար պիտի խոնարհվենք նրա հզոր բազուկի առաջ, Փառք Հիսուսի։ Դրա համար սիրելիներ պետք է հասկանանք սա, որ մեր գովասանքը Աստծո կողմից պիտի լինի։ Եթե Աստված ինձ չգովի, իմ ինչին է պետք դու գովես ինձ։ Ինձ պետք չի որևիցե մեկի գովասանքը, երբ որ ես կանգնեմ Աստծո առաջ, Աստված ինձ ասի չար եւ ծույլ ծառա։ Տերը թող օգնի, սիրելիներ, եւ տեսեք ինչ կարեւոր ասում է, մարդիկ դուրս եկան եւ ասեցին, քաղաքից դիրքը լավն է, ինչպես որ Տերը տեսնում է, ասում է, բայց ջուրը վատն է, դառն է, երկիրը անպտուղ է, սա խոստովանություն էր, սիրելիներ, Աստծո առաջ եկել էին եւ խոստովանում էին, որ մեր դիրքը ամենաառաջի տեղն ենք դրել, բայց ներքուս ջուրը դառն է, ներքուս միայն դառնություն է բխում, անպտղություն է բխում, չկա պտուղ հոգևոր եւ դառնություն է, նախանց, կռիվ, հայհոյություն, ամոթալի խոսքեր ձեր բերանից, դա է որ ջուրը դառնանում է, այդպիսի բաներ են լինում հոգևորների կյանքի մեջ, բամբասանք, չարախոսություն, դատողություն, սա դառը ջրերն են, բայց դիրքը լավն է, ամեն ինչ տեղն է, ինչպես Տերս տեսնում է, բայց ներքուս ջրերը վատ են եւ երկիրը անպտուղ է սիրելիներ։ Այսօր ժամանակն է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր հոգևոր կյանքին։ Այսօր ժամանակն է, որ մենք գնանք ջրերի աղբյուրների մոտ, ակունքի մոտ, խոստովանվենք մեր մեղքերը։ Այսօր ժամանակն է, որ մենք Տիրոջն ասենք, այո, Տեր, այո, դա այդպես է։ Ես խնդրում եմ, որ բժշկիր իմ ներքին ջրերը, բժշկիր իմ ներքին վիճակը, որպեսզի իմ մեջ այլևս դառնություն, անպտղություն չլինի, Տեր, խնդրում եմ, որովհետև ինչի՞ս է պետք, որ ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը կորցնեմ։ Եվ հենց այդ պահին, երբ որ զղջում եղավ ու խոստովանություն, գրված է, որ Եղիսեն գնաց ջրերի աղբյուրների մոտ եւ աղ ունեցեք, այս Սուրբ Գիրքն ասում է, չէ, այդ աղը լցրեց այդ աղբյուրների մեջ եւ ջրերը ինչ եղավ, անուշացան։ Եվ ինչ ասեց, Աստծո հոգին ասեց, այլևս, եթե այսօր դու խոստովանվես զղջումով Տիրոջ առաջ գաս ու ասես այո Տեր, ինչպես որ իմ դիրքն ավելի լավն է կամ իմ ներքին ջրերը, Տերը գիտեք ինչ պիտի ասի, Տերը պիտի բժշկի քո ջրի աղբյուրը, այդ աղբյուրը քո մեջից է բխում։ Եղիսեն որ գնաց այդ աղբյուրի մոտ, նա գնաց մարդու սրտի մեջ եւ աղը լցեց ու ինչ ասեց, այլևս այստեղ դառնություն եւ անպտղություն չլինի, անպտղություն չլինի, ինձ Աստվածա հետաքրքիր սիրելիներ։ Ես իմ հոգևոր կյանքի մեջ ամեն ինչ տեսել եմ,
ամեն տեսակ մարդել, ամեն տեսակ հոգևորել եմ տեսել, ամեն տեսակ, բայց ինձ ոչ մի, ես հասկացել եմ մի բան, ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր չեն մարդկանց կարծիքները, ինձ հետաքրքիր է Աստծո կարծիքը, ինչը Աստված մտածում իմ մասին, այսօր մարդիկ, դաժե հավատացյալները ավելի շատ հետաքրքրված են իրենց մասին ինչ են մտածում, քան թե որ Աստված ինչ է մտածում իր մասին։ Սա շատ կարևոր բան է, սիրելիներ, որ մենք մեր Տիրոջ հետ հաղորդակցվենք, իր ներկայության մեջ մտնենք։ Երբ որ Դավիթը սա հասկացավ, գիտեք ինչ է, սա մի բան եմ խնդրում Տերից, շատ բան չեմ խնդրում, մեկ բան եմ խնդրում Տերից, որ նրա տան մեջ բան գամ ու նրա սրահների մեջ մտիկ տալով գնամ, փառավորվի մեր Տերը։ Սա է մեր նպատակը, հավիտենական կյանքը։ Երկրի վրա մենք, հասկանում եք, հավիտյան չենք ապրի։ Երկրի վրա ինչ էլ սարքենք, ինչ էլ պատրաստենք մարդկային, մի օր պիտի քանդվի։ Մի օր պիտի քանդվի, սիրելիներ, դու սպասի դրան, որովհետև այն ինչ որ Աստվածանից չի սարքված, դա պիտի քանդվի։ Պիտի Աստված գա հիմքերը դնի։ Պողոսը գիտեք ինչ էր ասում, ասում էր իմաստուն ճարտարապետի պես հիմք եմ դրել, իմաստուն ճարտարապետի պես հիմք եմ դրել, բայց դուք շարունակում եք ասում դրա վրա սարքել, և ամեն մեկը ինչ որ կսարքի, խոտ, փայտ, եղեք, ազնիվ քայլե, ասում կրակը պիտի փորձի, կրակը որ փորձի, այն ժամանակ կտեսնես որ սաղ սուտ է, այն ժամանակ կտեսնես, որ այրվեց քո տունը, գիտեք, եթե մեկի տունը խոտից է, եթե մեկի տունը ընդեղ ասում է, չէ, եթե խոտ, փայտ, եղեք, չէ, և ազնիվ քարեր, չէ, եթե մեկի տունը խոտից է, կողքի տունը պաժար ընգնի, թե չէ, իրա տունն էլ է պաժար ընգնելու, որտև խոտից է, այսօր մարդիկ նայում են, բա այն է խի է սենց անում, բանա խի ան է ինձ անում, դա գիտեք ինչից է, որովհետև քո տունը խոտից է, դու նրան տեսնում ես, քո տունն էլ է վառվում։ Եթե քո տունը, ես մի լավ խորհուրդ տամ ու սա միշտ մեջդ պայի, ես սա ին վրա փորձել եմ, եթե քո տունը, քո շինած տունը ապակուց է շուշից, ուրիշի տան վրա քար մի գցի, որովհետև եթե նրանք էլ գցեցին, տունը փշրվելու է։ Այ ուշադիր եղեք ձեր հոգևոր կառույցը, սիրելիներ, կրակը պիտի փորձի, երբ որ կրակը փորձում է, դու գնում ես տուն ու նստում ես, ոչ մեկին չես ասում, որ պաժար ես ընկե, ոչ մեկին չես ասում, դու զգում ես, որ դու պաժար ես ընկնում, էլ չես կարողանում, այ դու դրա մասին մտածի, ինչի համար ես շինել, ինչից ես շինել, իմաստուն ճարտարապետի պես Հիսուսը քո մեջ հիմք է դրել, բայց դու ամեն մեկը սարքում ենք սերներ, այ վերջում կերևա, երբ որ կրակը փորձի, մեր հավատքները կերևա սիրելիներ, այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ է Հիսուս Քրիստոսի հավատքը պահողները, փառավորվի մեր Տերը, սիրելիներ, սա կարևոր բան է, հիշեք, սա կարևոր բան է, սա մեր կյանքն է, մարդիկ այսօր մատների արանքով են նայում, մարդկանց համար կյանքի հոգսերը ավելացել են, պրոբլեմները շատացել են, բայց Հիսուսն ասում էր, ով որ միջև վերջ, չէր ասում դև շատաց, այն ժամանակ էլ կար, հիմա ավելի է շատ, բայց Հիսուսը չէր ասում սիրելիներ, որ դե գիտեմ տեղներդ նեղա, ոչինչ, ասում էր, ով որ միջև վերջ համբերին ա պիտի փրկվի, ով որ միջև վերջ համբերի, սիրելիներ, համբերություն է ձեզ պետք, որ Աստծո խոսքը կատարելով խոստմունքը ստանաք, ուրեմն Սուրբ Գիրքն ասում է, դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, ձեր վստահությունը Աստծո նկատմամբ մեծ վարձքի հատուցում ունի, մեծ վարձքի երկնքում քո համբերության համար վարձք է սպասվում, որովհետև մի քիչ ժամանակ և նա որ գալու էր կգա և չի ուշանա, բայց արդարը հավատքից պիտի ապրի, փառավորվի մեր Տերը,
Բայց այնտեղ մի հատ ուրիշ համար կա, ուրախանում ենք, չէ, արդարը հավը ուրախանում ենք, բայց այնտեղ մի բան կա, բայց եթե մեկը ետ քաշվի, իմ հոգին նրան չի հավանի։ Բայց մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքիցն ենք, որ մեր հոգիները փրկվեն, փառավորվի մեր Տերը։ Ուրեմն պիտի սպասենք համբերությամբ, չմի նայեք ոչ մի բանի, այսօր հավատացյալների մեջ մրցումը մտե։ Նա ասում է այն ուտեցավ, ես չունեցա, ես էլ ունենամ, այն մեկը մի հատ մրցումը մտե հավատացյալների մեջ։ Բոլորն ուզում են աշխարհի, չգիտեմ ինչերը վայելեն եւ մեկը մեկի հետ թողեք, թողը սա սուտ է։ Ոչ մի բան մեր հետ չենք տանելու երկինք։ Հիշեք սա։ Մենք մերկ ենք եկել ու մերկ կկանգնենք Տիրոջ առաջ։ Ու հիշեք կարևոր բան, որ մենք մեր կամքով չենք ծնվել ու մեր կամքով էլ չենք մեռնելու։ Աստծու կամքով ենք ծնվել ու Աստծու կամքով էլ կմեռնենք, թողենք այս աշխարհը։ Մենք մեր կամքով չենք մահանում։ Հիշեք սա, մեզ վրա ուշադրություն կա Աստվածանից, փառավորվի մեր Տերը, ամեն, ես ուրախանում եմ, գիտեք ինչի համար, որ Աստծո հիշողության մեջ ես կամ, և որ Աստծո հիշող, դուք պատկերացնում եք, ես կան մարդկության մեջ, Աստված ինձ հիշում է, երբ որ ջրհեղեղ եղավ, ինչ եղավ, հիշում եք, և գրած և Աստված հիշեց Նոյին, փառավորվի մեր Տերը։ Ես ուզում եմ, որ Աստված ինձ ու քեզ հիշի, ամեն ժամանակ հիշի, որ մենք նրա հիշողության մեջ կանք, որ մեր անունները գրված են կյանքի գրքի մեջ, փառավորվի մեր Տերը, սա քո կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, որ դու ունես։ Ամենամեծ ձեռքբերումը մնացած սա ունայն ու սուտ ասիրներ, ունայնության ասեց ժողովողը, աշխարհի ամենաիմաստուն մարդը, բերեք սենց ասենք, աշխարհի ամենաիմաստուն մարդը, ճիշտ է, և ինչ էր ասում, ինքը հասկացել էր, ինքը ամեն ինչ ուներ, ամեն բան փորձել էր, նրա նման հարուստ մարդ չի եղել, հասկանում եք, բայց ինքը վերջում ասում էր ամեն բան ունայն է, հիշիր որդիակս, Աստվածանից վախեցիր և նրա պատվիրաները պահիր, որովհետև Աստված ամեն ծածուկ բաները ինչ է անելու, լույսի է բերելու, ոմանք կան, որոնց մեղքերը հայտնի են, ոմանցն էլ իրանց ետևից են գալիս, գիտեք դա ինչ է նշանակում, ոմանք կան, որ իրանց մեղքերը խոստովանվել զղջացել են, ոմանցն էլ հետևից գալիս են, չեն զղջացել, չեն խոստովանվել, իրանց հետևից են գալիս, սիրելիներ, շատ կարևոր այսօր, հոգևոր կյանքը, հոգևոր կյանքից քո փրկության համար մտածի, սա սուտ է, ժողովուրդ, հոգուտ փրկության մասին մտածի, ամեն ինչ սուտ է, մի օր մենք, ես ասում եմ, մենք մեր կամքով չենք մեռնում, մի օր մենք կկանգնենք Աստծու առաջ, ու ինչ ենք պատասխան տալու սիրելիներ, մարդը ինչ պատասխան է տալու, ուրեմն, թող որ այսօր Աստված բաժանի լույսը խավարից քո մեջ, ամեն, և սկզբում Աստված գրված Աստված լույսը բաժանեց խավարից, ամեն, այսօր էլ Աստված այդ գործը անում, այդ մենակ այն ժամանակվա մասին չի մտածել, հիմա էլ է, թող որ Աստված լույսը բաժանի խավարից քո կյանքի մեջ, լույսը բաժանի խավարից, եթե լույսը չբաժանվեց խավարից, իմ ու քո մեջ ինչ կսկսվի, քաոս կլինի, կամ լույս պիտի լինի, կամ խավար պիտի լինի, այսօր Աստված բաժանում է այդ լույսը, ուզում է, որ իմ ու քո մեջ բաժանվի լույսը խավարից, որ լույս լինի իմ ու քո մեջ, փառավորվի մեր Տերը, մի հատ տենց վկայություն կար, հիշում եմ, որ մի կին, երբ որ մահանում է, ասում է, ես կանգնեցի ու ինձ մի հատ մեշոկ տվեցին, ասում է, ամեն մարդ գալիս էր Հիսուսի առաջ այդ մեշոկը դատարկում էր և ասում է, ամեն մարդ մեջ մի բան կար, ասում է, իմ մեշոկը բերին ասին արի, ասում է, որ գնացի, դատարկեցին, տեսա ալյուրը ու շաքարավազը, իրար խորնոց, ասում է, ինձ ասեցին, որ այս սրանք պետի դու չոգեսի օրից, ու պատկերացնում եք ալյուրն ու շաքարավազը, ոնց կարաս դու, ասում է, ես լացում էի, ասում էի, Տեր,
անհնար է սա անել։ Եվ ասում են, ինձ ասում էին, որ դու աշխարհի լույսն ու խավարը խառնել ես իրար։ Լույսն ու խավարը խառնել ես իրար։ Դրա համար եմ ասում, քանի դեռ այսօր Աստծո հոգին քո կյանքի մեջ լույսը խավարից ուզում է բաժանի, թույլ տուր, որ բաժանի։ Թույլ տուր, որ բաժանի։ Վաղը այդ մեշոկը իմ ու քուսն են դնելու։ Իմ ու քուսին են դնելու։ Ուշադիր եղիր։ Ուշադիր եղիր, որդիակս, Սուրբ Գիրքն ասում, չէ՞։ Ուշադիր եղիր, որդիակս, իմաստուն եղիր։ Եվ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ ինձ անարգողին պատասխան տալ։ Ով էր անարգում։ Հիշում եք, սատանան ասում էր Հոբի համար, չէ՞։ Ասում էր, տեսար իմ ծառա Հոբին, որ նրա նմանը չկար, արդար, աստվածավախ, չարությունից հեռացող։ Ասում էր, ով է, ով է, ում էլ այդքան օրնես, չապրես, աստվածավախ կլինի։ Ու գիտեք ինչ էր ասում, այսօր էլ կա դա։ Ասում էր, լա թույլ տու մի հատ կպչեմ, եթե քեզ չայոյի։ Հələ պատկերացնում եք, թույլ տուր մի հատ կպչեմ, եթե քու երեսին քեզ չհայոյի։ Այսօր էլ կա դա։ Այսօր էլ մարդկանց զարկված, հարվածների մեջ տեսնում ես հայհոյում են։ Բա Աստված չի տեսնում, որ սենց բաներ է անում։ Բա Աստված չի տեսնում, որ սենց բաներ է լինում։ Սիրելիներ, ուշադիր եղեք, որ մենք բոլորս կարողանանք մեր Աստված պաշտության ճանապարհը սիրով ու խաղաղությամբ անցնել, հաշտության մեջ անցնել, փառք Տիրոջը, որդիակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պակումար պատասխանեմ։ Հոբի համար պատասխան էր տալի Աստված, որ նրա նմանը չկա։ Եվ վերջում ասեց, իսկ դու ինձ հակառակն էիր ուզում Ամոսը։ Տեսար, որ նրա նմանը չկա։ Հենց որ եթե Աստված իմ խաթեր մեկի հետ սատանայի հետ բանի մեջ մտնի, հանկարծ չլի, որ Աստծուն պատվադի տանես։ Բայց վերջում Աստված ասեց, տեսար, որ Հոբը իրականության մեջ աստվածավախ ու չարությունից հեռացող է, թող իմ ու ինչ պատասխան պիտի տա Աստված իմ ու քու պատճառով, երբ որ նման իրավիճակի մեջ հայտնվենք, որովհետև մենք բոլորս էլ հայտնվում ենք նման իրավիճակների մեջ, որ Աստված ուզում է իմ պատճառով իմ համար պատասխան տա, բայց երբ որ ես հասկանում եք, ճիշտ չեմ անում, ճիշտ չեմ հասկանում, սիրելիներ, սա կարևոր է, որ իմաստուն եղիր եւ Աստծո սիրտը ուրախացրու, փառավորվի մեր Տերը, ամեն։ Ուրեմն սիրելիներ, մենք պետք է հոգեվորապես մտածել, հոգեվորապես ապրել, ու որպեսզի մեր կյանքի ուշադիր եղի քո կյանքին։ Ես պարզ քեզ ասա վտանգավոր բան է։ Ամեն մեկը թող ուշադիր լինի իր հոգեվոր կյանքին։ Արդյոք իր կյանքի ջրերը դառնեն եւ երկիրը անպտուղ է։ Էսի ես չեմ կարող տենամ։ Գիտեք, մարդու շատ հեշտ խափում է։ Իրա խոսալով, իրա բացատրելով խափում է։ Հասկանում եք։ Դու կարող ես մարդկանց խափել, բայց դու չես կարող Աստծուն խափել։ Դու չես կարող։ Իսկ Սուրբ Գիրքն ասում է, մարդը Աստված կխափի, որ դուք ուզում եք ինձ խափեք, ասում է։ Տերը թող փառավորվի։ Մենք ուշադիր լինենք։ Այսօր մի օր է ողորմության ու սիրո, որ Տիրոջ խոսքը մեզ կանչում է բժշկելու, կանչում է օրհնելու, կանչում է ընդունելու։ Սա կարևոր օր է, սիրելիներ։ Աստված մեր դեմ չի։ Աստված մեզ դեմ չի, Աստված մեր կողմ է։ Նա ուզում է մեզ փրկել։ Ես կխնդրեմ, որ մենք բոլորս կանգնենք ոտքի ու խնդրենք Տիրոջ ներկայությունը, որ գանք Տիրոջ առաջ